Բարև ձեզ բարեկամներ, մենք նորից եթերում ենք եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ամեն շաբթի սպասում են մի հրաշալի անձնավորության։ Դե կրայեցի խոսքս մեր հրաշալի աստղաբան, կառավարման հոգեբան, միշտ այսպես խնամված գեղեցկատես Գայանե Սարգսյանի մասին է, որի հետ զրուցելը հավատացիք շատ հետաքրքիր է, անկախ ամեն ինչից, թե ինչ թեմա ենք մենք ընտրում։ Եթե հիշում եք նախորդ հանդիպման ժամանակ մենք զրուցեցինք Արևի խավարումից։ Այսօր խոսելու ենք լուսնի խավարման հետ կապված հարցերի մասին, ովքեր պետք է զգուշանան այս հարցերի պատասխանը մենք այսօր ստանալու ենք իհարկե մեր շատ սիրելի աստղաբանից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուչյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Անցած անգամ դրական Արևի խավարումից եմ խոսել, լուսնային խավարումը փոքրինչ բարդ դիրքեր ունի, որովհետև ճիշտ է արդեն հանգույցները անցել են ջրհոս եւ առյուծ առանց, բայց այստեղ գաղտնիքներ են բացահարտելու։ Խավարման մեջ ներառված է նաեւ ուրանը երկորակի կենթանակերպում, խոսակցություններ, բացահայտումներ, աշխատանքի հետ կապված, առողջության հետ կապված, ոչ ստանդարտ լուծման տարբերակներ ուրանը երկորյայում, այն հարցերը, որոնք առաջ կգան, պարոն Ղուշյան, իրենք ոչ ստանդարտ համացանցային, այդ ճառագայթային, հա, այդ ամենը ակտուալ է լինելու, այդ լուծումները կարող են ստանալ։ Սիրելի ձկներ, ձեզ համար շատ կարևոր, դուք ուշադիր եղեք ձերից այդպես փորած փոսը չընկնեք։ Առողջության հետ կապված հարցեր, սիրելի ձկներ, ձեզ կարող են անհանգստացնել, բայց այս անգամ ավելի շատ հոգեկան առողջությունը։ Չնայած մյուս կողմում էլ ձեր արևն է գտնվելու, ձեր 7-րդ տանը։ Զուգընկերային, գործընկերային հարաբերություններն են։ Երկու դեպքում են ձկները, կուրսերը, նույնիսկ երկվորյակների միջոցով կարող են առերեսվել։ Ուշադիր եղեք ձեր առողջությանը, ձեր հարաբերություններին, սիրելի ձկներ, ինքները ձեզ հետ, սիրելի կույսեր, ձեր զուգընկեր գործընկերների հետ։ Հոգեբանական խնդիրներ կարող են լինել, դավադրություն կարող է լինել եւ նաեւ այդ դավադրության բացահայտումը։ Ինչու՞, որովհետեւ լուսնային խավարումը ենթադրում է ընդհանուր առմամբ դա լիալուսին է, իսկ լիալուսնի ժամանակ հույզերը այսպես միանգամից արտահայտվում են եւ հնարավոր է շատ լուրջ բացահայտումներ լինեն դավադրության կանխով։ Սիրելի, այստեղ դիտարկենք ըստ հերթականությամբ ասեմ ես։ Ահա, սիրելի խոյեր, սիրելի կշերքներ, դե ամսի 28-ին է տեղի ունենալ խավարումը, գիտեք, օգոստոսի 28-ին խոյերի կշերքների համար առողջության եւ մեկուսացման այդ դաշտերում մեկուսացման դաշտում առանձին լինելու այդ վայրում խոյերի համար է զգուշացեք հոգեբանական գրոհներից աշխատանքի հետ կապված հարցերը հնարավոր է ձեզ միանգամից նյարդերը տեղին տան, հա, անքնություն կարող է սկսել, այդ մի քանի օրը կարող է տագնապային լինել, հնարավոր է ինչ-որ խնդիրներ լինեն հենց այդ ժամանակահատվածում, որոնք շտապ այդպես լուծում պետք է պահանջեն։ Սիրելի ձկներ, ձեր 6-րդ տան է, ձեր հոգեկան առողջությունը նախ կարող է լինել, երկու դեպքում էլ խորհուրդ եմ տալիս սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ, գնացեք հանգստանալու։ Այդ հանգիստը թող լինի սովորական առողջարանում, թող լինի գետի մոտ, այնտեղ դուք հոգեկան հավասարակշռություն կգաք, մանավանդ սիրելի ձկներ, սիրելի կույսեր, չեք ուզում գնաք հանգստանաք, առանձնացեք մի քանի օր, ձեր մտքերի հետ եղեք եւ մոտակա այդ մի քանի օրը հենց ձեր հարցի լուծումը կարող եք ստանալ։ Սիրելի կշերքներ եւ սիրելի խոյեր, իրենց մասին խոսեցի ցուլեր եւ կարիճներ, սիրելի ցուլեր, ձեր ապագա պլանները 11-րդ տունը համախոհների հետ հնարավոր են որոշակի եւ տարաձայնություններ լինեն եւ այդ տարաձայնությունները լուծվեն, եթե նրանց հետ այսպես իսրտե մաքուր, իսրտե չէ, գիտեք, մաքուր զրույց եք ունեցել։ Եթե ձեր նպատակները բարի են, սիրելի ցուլեր, ապա ոչինչ էլ չի լինի ձեզ։ Ուղղակի մի թեթև հոգեբանական գրող, սիրելի կարիճներ, ձեր երեխաների, ձեր բիզնեսի հետ կապված հարցերը ձեզ կարող են անհանգստացնել, հրատապ լուծում, եւ ասում ես շտապ եթեր եմ պահանջում, հա, ուղիղ եթեր եմ պահանջում, հենց դա է։ Հրատապ լուծում պետք է լինի երեխաների բիզնեսի հետ կապված այն բիզնեսը, որը դուք երեխայի նման աճեցրել եք, մեծացրել եք, եթե նամանավանդ այն հորեկա ոլորտի հետ է կապված առողջարանային, հյուրատնային, հյուրանոցային բիզնեսների հետ, այդտեղ որոշակի խնդիրներ կլինեն հաշվապահության հետ կապված։ Սիրելի ձկներ, ձեր աշխատակիցներից մի քիչ ուշադիր եղեք, որովհետև հենց լուսինը ձկներում ու այդտեղ մենք տեսնում ենք, հա,
աշխատակիցներից, բայց այն աշխատակիցների սիրելի ձկներ, որոնք ղեկավար պոստեր են զբաղեցնում։ Եվ նաև սիրելի կշեռքներ, ձեր այն աշխատակիցները, որոնք նրանք ձկների ազդեցության տակ են։ Ի վերջո սիրելի կարիճներ, կարող է խոշոր շահում լինել։ Ինչևէ, այս խավարումները սիմվոլիկ դրական ազդեցություն կունենան ցուլերի, կարիճների, խեցգետինների, այծեղջյուրների եւ այնտեղ ինչ կենթառնակերպ կան։ Ձկներ կույսերը կարևոր են, խեցգետին, այծեղջյուր եւ այնտեղ կույս եւ ձկներ, այո, նրանց համար են կարևոր։ Ֆինանսական հաջողությունները բիզնեսում նրանք կարմած կարող են գալ, բայց դուք պետք է հոգեբանորեն պատրաստ լինեք, սիրելի կարիճներ, որ մի քանի օր ուղղակի այդ ամենը կարող է խախտվել։ Հոգեպես ամուր եք լինում, ձգտում եք, որ ձեր երեխաների հետ կապված այդ խնդիրները եւ բիզնեսում ծագած խնդիրները ուղղակի ամուր կամքով, գիտեմ կարիճները եւ ցուլերը նրանք ֆիքսված խաչ են, կարողանաք լուծել այդ խնդիրները։ Սիրելի երկվորյակներ, աղեղնավորներ, սիրելի երկվորյակներ, այս խավարումները շոշափելու է ձեր հայր ծնողի եւ նաեւ ձեր վարկանիշի այդ ստատուսի հարցը, հա? Դա մասնագիտական կողմնորոշումն է, դա այն աշխատանքն է, որը արդեն մեկ փոր հացի համար չէ գնացել, դուք արդեն պրոֆեսիոնալ մասնագետ եք։ Այդ դաշտում հնարավոր է որոշակի տարաձայնություններ լինեն, հնարավոր է հաշվապահության հետ խնդիրներ, խարդախություններ կարող են բացահայտել ձեր ղեկավարների կողմից, կամ ձեր ղեկավարները որոշակի խարդախության մեջ կարող են ձեզ ներգրավել։ Ուշադիր եղեք սիրելի երկվորյակներ, սուս քիչ խոսեք, դուք արագ եք խոսում, շտապ եք խոսում եւ հնարավոր է ինֆորմացիա բաստողներ, որի համար ձեր ղեկավարների մոտ, ձեր ղեկավարների հետ հարաբերությունները կարող են թուլանալ։ Սիրելի աղեղնավորներ, որոշել եք գաք հայրենիք, սիրելի աղեղնավորներ, հնարավոր է այդ ամենը։ Չգիտեմ, այսպես ինչ պայմաններում է, անորոշ պայմաններ է դրված ձեր առջև, կամ պետք է գաք, կամ պետք է մնաք։ Այդ ամենը հնարավոր է հարթվել արդեն ամսի 28-ից հետո, բայց մի քանի օր առաջ, մի քանի օր հետո սիրելի երկվորյակներ եւ նաեւ սիրելի աղեղնավորներ, այսպես հապճեպ որոշում կայացնելու ինչ որ իրավիճակ կարող է։ Ես խորհուրդ կտամ, եթե հնարավոր է գոնե ամսի 28-ը անցկացրեք մի քանի օր հետո, որ հանգիստ խղճով այդպես մաքուր, պայծառ ուղեղով գլխով կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել։ Ես տեսնում եմ ձեզ ճանապարհ, այդ ճանապարհը կարող է բերել դեպի հայրենիք։ Սիրելի խեցգետիններ եւ այծեղջյուրներ, սիրելի խեցգետիններ, ասեցի, որ այդ արտերկրում է ձեր հաջողությունը։ Ինչ կարող է լինել արտերկրում։ Եթե էմիգրացիայի հետ կապված հարցեր կան, ապա դրանք կարող են դրական լուծվել, բայց մոտակա ժամանակահատվածում ստուգումներ կարող են սկսել, դրանք կարող են լինել հարկային ստուգումներ, դրանք կարող են լինել բնակության վայրի հետ կապված ստուգումներ, եւ շատ հավանական է, որ սիրելի խեցգետիններ արտերկրում դուք այսպես անընդհատ տեղաշարժի մեջ լինեք մի քանի օր, մոտավորապես մի 2-3 օր, նաեւ ձեզ սպասում է անսպասելի մեկ էլ իրավիճակ, որ դուք պետք է ուղղակի գնաք կամ արտերկիր ճանապարհորդելու, կամ ուղղակի սովորելու, այդ հարցերը բավականին ակտուալ են լինելու ձեզ մոտ։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր երրորդ տանը, երրորդ տունը ընտանիք չէ, քույր, եղբայր, մտերիմներ, խավարումները որոշակի դավադիր իրավիճակներ կարող է բացահայտել ձեր հարևանների կողմից, կամ հարևանների միջամտությամբ, կամ հարևանների հետ կապված ինչ որ խնդիրներ կարող են լինել։ Նույնը քույր, եղբայր, հա, նրանց հետ տարաձայնություններ, դավադրություններ, դավաճանություններ, ուղղակի ձեր հոգին կարող է այսպես ճմլվել, սիրելի այծեղջյուրներ, բայց իմացեք, որ նաև այդ ամենը սիմվոլիկ ձեզ համար դրական հնարավորություններ կբերի, դուք կճանաչեք ձեզ ամենամոտիկ հարազատին եւ հնարավոր է, որ այդ բոլոր 18-19 տարվա այդ վաղեմության դեպքերը, որոնք այսպես միանգամից դուրս են եկել ջրի երես, որտեղ լուսինը ձկների կենթանակերպում է, արևը կույսի կենթանակերպում, այդ ամենը որոշ չափով պարզություն կմտցնի եւ դուք կկարողանաք ձեր հետագա պլանները, գործերը ճիշտ կազմակերպել, որոնք վերաբերում են ձեր քույր, եղբայր, մտերիմ հարևաններին, նաեւ եթե դուք ինֆորմացիոն տեղեկատվական հարթակում եք, եթե լրատվության հետ կապ ունեք, ուշադիր եղեք նաեւ այդ խեղաթյուրված լուրերից, որոնք ուղղակի ձեր մասին կարող են տարածվել։ Եվ սիրելի առյուծ եւ ջրհոսներ, սիրելի առյուծներ,
ձեր 8-րդ տանն է լինելու, գիտեմ, որ առուծի բաժինը սիրում եք ձեզ վերցնել, սելի առուծներ, բայց հանրային գումարների պարտքեր, վարկեր, դա կարող է լինել նաև կտակ ժառանգություն, որոշակի անորոշություն է լինելու։ Նրանք այն մարդիկ, որոնք ներդրումներ կատարեն, ձեր գործընկերները, ձեր զուգընկերները, որոնք գումար պետք է տրամադրեն ձեզ, անորոշ ժամանակով կարող է հետաձգվել կամ որոշակի այսպես խարդախություններ կարող է բացահայտվել, գաղտնիքներ, որոնց արդյունքում այդ ամենը շատ հավանական է, որ որոշակի ժամանակով հետաձգվի կամ ուղղակի այդ ամենը կարող է ազդել կտակի, ժառանգության, վարկերի, հանրային գումարների հետ կապված այդ հարցերում, այդ ազդեցությունը կարող է խոչընդոտներ ուղղակի առաջացնել։ Եվ սիրելի ջրհոսներ, ձեր ֆինանսների դաշտում է, դուք պետք է որոշեք, գիտեմ, որ ջրհոսների համար դժվար է ֆինանսները կառավարել, ընկերության նշանն է, որոշակի այսպես հեղուկ վիճակ, ձեր ֆինանսական դաշտում եւ առողջները եւ ջրհոսները իրենք երկուսն էլ ֆինանսների հետ կապված հարցեր կունենան, առողջները անմիջապես, ջրհոսների դեպքում անմիջապես իրենց գումարն է, իրենց վաստակած գումարը, իրենց ռեսուրսների հետ կապված անորոշ ժամանակով կարող է, եթե լոգիստիկ այդ գործունեություն եք ծավալում, հոռեկա ոլորտն է, արտերկրից ինչ-որ բաներ եք ներկրում, աշխատանքում հնարավոր է որոշ չափով այսպես անորոշ վիճակներ, բայց դա լուծելի է։ Եվ պետք է ուղղակի ճիշտ կարողանաք կազմակերպել ձեր գնումները, ձեր առօրյա ծախսերը, որպեսզի խնդիրների մեջ չգտնեք։ Մի քանի օր այս կողմ, մի քանի օր այն կողմ։ Լուսնի խավարումը տեղի ունենալու 28/08/2026 թվականին։ Իսկ եթե դուք զգուշացված եք, ուրեմն դուք կարող եք հաղթահարել այդ խոչընդոտները։ Լավ, մենք անցնենք Վիկտորին այն առնչվող հարցերին, չեք առարկում։ Այո, սիրով եւ արագ։ Հուսամ, որ մեր հայրենակիցները կարողացան ընկալել ինֆորմացիան, եթե ոչ, թուղթ ու գրիչը վերցրեք, գրեք ձեզ մոտ, ես փորձեցի կարճ ժամանակահատվածում ուղղակի արագ ներկայացնել եւ զգուշացնել ձեզ։ Վիկտորինայի հարցը շատ հետաքրքիր կենդանակերպի մասին եմ խոսելու։ Ձեզ ասեմ, առույցների այդ կարճ վիդեոն, որը տեղադրել եմ սոցհարթակներում, դիտել են 200,000, դիտել են 200,000 մարդ։ Եվ մեկնաբանությունների դաշտը այսպես եռում էր, թե առույցները որքան հպարտ էին իրենց նշանով, թե որքան ուրախ էին, որ իրենց գովում էին, նույնիսկ բացասական գծերի առումով նրանք նաև ներկայացրեցին, այո, այդ ամենը կա։ Հուսամ այս նշանը առույցներից շատ մեկնաբանումներ եւ նաև դիտողություններ կհայտնեն, ինչու՞ չէ, բայց ասեմ ձեզ, որ ես ներկայացնում եմ ընդհանուր նշանների ընդհանուր բնութագիրը, բայց անձիկ ունեն իրենց անձնական աստղաբանական քարտեզը, հնարավոր է որոշ մանրամասներ ուղակի չբռնեն կամ ասեք դա այդպես չի։ Ես երբեմն ասեմ, որ հենց դա այդպես է, ուղակի դուք դիմադրում եք եւ չեք ուզում ճանաչել եւ հաշտվել ձեր իրական կերպարի հետ։ Ոչ սովորական նշան է այս նշանը, ոչ ստանդարտ նշան է։ Նրանք ոչ ֆորմալ ղեկավարներ են, հեղափոխականներ են, նրանց գործունեության ոլորտը ոչ ստանդարտ գիտություններն են, նրանք գենի ռուսերեն են ասում, հայերեն հանճարներ են, նրանք զբաղվում են աստղաբանությամբ, աստղագիտությամբ, IT ոլորտն է, համացանցն է, եւ ձեզ ասեմ, որ այն մարդը, որը որոշել է, որ լուսնի վրա պետք է ապրի, չէ, Մարսի վրա պիտի ապրի, հենց Մարսը նրա քարտեզում գտնում է հենց այդ ապագայի նշանում, նա բավական հեռատես է, չգիտեմ իրեն աստղաբաններն են, այդ հուշումը տետվել, թե չէ, Իլոն Մասկը շատ կարևոր մոլորակային դիրքավորումներ ունի այս ապագայի կենդանակերպում։ Նրանք չեն սիրում պաշտոններ գրավել, բայց ձեզ ասեմ, որ հենց այդ նույն ընկերական շրջապատում կամ աշխատանքում իրենք ոչ ֆորմալ լիդերներ են, Պարողոսյան, ոչ ստանդարտ են, դուք չեք կարող նրան սահմաններ դնել։ Սահմանները նրանք հատում են, բայց շատ ընկերասեն, շատ սրտացավ են, իրենց վերջի հագուստը կոշիկ կարող են հանել տալ իրենց ընկերություն, բայց ասում եմ, սիրելիներ, զգուշ եղեք, մոտակա ժամանակահատվածում Յուպիտերը առուծի
կենթանակերպում եւ դու կարեւոր մոլորակ ունեք հենց ձեր կենթանակերպում, անընդհատ ձեզ դրթելու է պարտքերի, ճոխության, այդ ձեր վերջին հագուստը կոշիկը, որ հանում տալիս եք ձեր ընկերոջը, դա չի փրկվելու։ Ավելի լավ է ձեր ռեսուրսները կազմակերպեք, մոտակա 2 տարին գեղեցիկ տրիգոն դիրքավորում է, գնացեք սովորելու, կրթվեք, որովհետև կրթության դաշտը, ապագայի դաշտը միանշանակ բաց է ձեզ համար, կունենաք մեծամեծ հաջողություններ։ Դե միշտ դուք անդադ ուշադրության կենտրոնում եք լինում ձեր ստանդարտ որոշումներ կայացնելու այդ առումով, բայց ես չեմ զարմանում, որովհետև ինձ մոտ ես կնորում եմ նրա մի փոքր մասնիկը եւ իմ մասնագիտությունը կապված է հենց ձեր կենթանակերպի հետ։ Ովքեր ում քարտեզում Յուպիտերը գտնվում է այդ կենթանակերպում, նրանք լավագույն աստղաբանները, աստղագետները, ինժեներները, նրանք լավագույն օդաչուներն են, տիեզերագնացներն են եւ ի վերջո ապագայից եկած մարդիկ, նրանք ինչ ասում են, նրանց ասածները կատարվում են մոտ ապագայում։ Չնայած այդ պահին, երբ որ լսում ես, քեզ թվում է, որ խելքին մոտիկ ոչինչ չասեցին։ Այսքանը պարոն Ղուշյան։ Եղավ, գանի շատ շնորհակալ եմ, գիտես որ դու միշտ գալիս ես, լավ տրամադրություն ես բարձրացնում, միշտ հաճախ էլ հիշում եմ նաև շատ այսպես ասած լավ ասացվածքներ կապված քո այդ մեջբերումներից, բայց այդ մասին մենք ավելի հանգամանորեն խոսենք հաջորդ հանդիպման ժամանակ։ Այսօրվա համար շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, շտապեմ հաջորդ գործերից, լավ եղեք։ Շերի բարեկամներ, աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն էր մեր տաղավարում։ Այսօր այսքանը ցտեսություն, լավ մնացեք, առողջ։